Պարոն Մանուկյան, ինչ արձագանք եղավ ՀՊԱ-ականների կողմից, երբ վեհափառի հետ կապված հարցի ժամանակ տեղից գոռացիք, ասացիք ամոթը դավաճան վարչապետ ունենալն է։ Չեմ անում։ Ես իրանց արձագանքին ակնկալիք չունեմ։ Իմ կարծիքը բարձրադեն ասացի, ոնց որ միշտ էլ ասել ենք։ Պարոն Մանուկյան, դա ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է, ավելի ճիշտ բարեվարկության նորմերի խախտում է, թե չէ։ Բարեվարկության նորմերը գիտեք գողական պրագոնա, որ հիմա բոլորս ձեռքերս դնում ենք սեղանին նստում։ Չէ, եթե բարեվարկության նորմ չկա։ Բայց եթե օրինակ Նիկոլ Փաշինյանն էլ մանկապարտեզում են սովորեցնում, մանկապարտեզում են սովորեցնում բարեկրթություն, բարեվարկություն, հետո մարդիկ քիչ-քիչ այդ բարեվարկություն կամ ունենում է կամ չի ունենում։ Պիղծ վեհափառ որ կոչել։ Դե բան է, չեմ ուզում նորից կրկնվի այդ արտահայտությունը, պղծությունը տեսել ենք, էլի ոնց է իրանց մոտ։ Պարոն Մանուկյան, ըստ Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով ասաց, որ դուք պատերազմ եք բերելու Հայաստանի Հանրապետության գլխին, եթե Տիգրանաշենի համար պայքար մղեք, որովհետև ասում եմ քյարքի, որովհետև ադրբեջանական անվանումը այդպես է։ Նիկոլ Փաշինյանը այսօր հերթական անգամ ստետ Այսինքն քրոնիկ սուտասանի դեպքում զարմանալի չի։ Հայտարարեց, որ սահմանագծումը իրականացվում է 1974-79 թվականների գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա։ Հարգելիներս, հենց հիմա ԱԳՆ-ի կայքը բացեք, Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնությունը բացեք, տեսեք այնտեղ կա հիշատակում, չկա, եւ ավելին ձեզ ասեմ, մենք որ ծանոթանում էինք փաստաթղթին, իսկ սկզբանե հայկական կողմը առաջարկել էր Ադրբեջանին, որ այդ համաձայնագրի մեջ ամրագրվի գլխավոր շտաբի քարտեզ։ Ադրբեջանը մերժել է, դրանից հետո հայերը վիզները ծռած, ինչ որ Ադրբեջանը մերժել է, հայերը վիզները ծռած հանել են այդ նախագծից։ Երկրորդը սահմանագծման, սահմանազատման համատեղ հանձնաժողովների աշխատակարգը նայեք, այնտեղ տակում գլխավոր շտաբի քարտեզներ, այնտեղ ընդհանրական տարբեր քարտեզների մասին է, բայց այն օր ազգային ժողովի ամբիոնից բացատրել եմ Տիգրանաշենը 90 թվականի հունվարի 15-ից խորհրդային Հայաստանի տարածքում է եղել, դեռ ավելին 1926 թվականի քարտեզով էլ է խորհրդային Հայաստանի կազմում եղել։ Աղեր խելագարության աստիճանի են հասցնում, մենք Վրաստանի հետ տարիներ շարունակ բանակցել ենք սահմանագծման հարցում, որպեսզի համաձայնության գանք, թե որ քարտեզի հիման վրա պետք է սահմանագծում, սահմանազատումը տեղի ունենա։ Բայց պայքարելու եք, որ Տիգրանաշենը չտան, հիմա ուզում ենք հասկանալ, պայքարելու եք, թե չէ։ Բայց կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած մետր քառակուսի համար պայքարը բոլոր քաղաքացիների պարտքն է, առաջին հերթին մեր պարտքն է։ Ընդդիմությունից ձև է պայքարել։ Խնդրում եմ, այսինքն այս մի քանի օրվանը պայքարի ծիծեռնակներն էին։ Այս մի քանի օր առաջին օրվանից Տիգրանաշենի մասին բարձրաձայնումը այդ պայքարի ծիծեռնակներն են, որ շարունակ։ Իսկ դուք Տիգրանաշենցիներին լսել եք, նայեք, ես դիմում եմ բոլոր լրագրողներին, դիմում եմ բոլոր ընդդիմադիր գործիչներին, մի արեք դա ամբարով բան է, մի արեք, Տիգրանաշենցու շուրթերով հայ ժողովրդին մի համոզեք, որ Տիգրանաշենը պետքա վերադարձվի, որտեղ Տիգրանաշենը իմ ապագա թոռանն է, ձերն է, ամբողջ Հայաստանի Հանրապետությանն է, Տիգրանաշենցին չի որ որոշում է իր գյուղը Հայաստանի Հանրապետության մաս է, թե չէ, ուր ենք ուզում հասցնենք մեր երկիրը, բզիկ ամեն մեկը իր տունը կարա փոխհատուցով հիման վրա տա Ադրբեջանին, թե ոչ։ Չորրորդ հանրապետության մասին ինչ կասեք, հռչակեցին Չորրորդ հանրապետությունը։ Ելույթների ժամանակ շատ ավելի հանգամանալից կանդրադառնանք, իրականում այս կառավարության ծրագիրը Հայաստանի Հանրապետության պետականության փլուզման ծրագիրն է եւ ամենակոմպլեկտացինը հենց այս ծրագիրն է, որտեղ ծրագիրը փորձ չի անում եւի լուծում գտնել ռազմաքաղաքական, տնտեսական բոլոր հարցերում կտրուկ դրել է, որը վտանգներ է պարունակում մեր ժողովրդին, տնտեսական, քաղաքական, ռազմական, անվտանգության առումով։ Պարոն Մանուկյան, հենց անվտանգության մասին հարցը էլի բանակի հետ կապված, տեսեք, վերջին հարցպատասխանից Նիկոլ Փաշինյանը ասաց, որ վճռական եւ արմատական քայլեր են անելու բանակում մահերի հետ կապված։ Նախ ձեր գնահատականն եմ ուզում լսել, այս մեկ ամսվա ընթացքում այդ մահերի հետ կապված, սպանությունների հետ կապված, ինչու է դա լինում եւ ինչ վճռական կամ արմատական քայլեր պիտի անի օրինակ։ Աղանդավորագույն մանիպուլյատոր կարող է լինել, երբ որ
մարտական հերթապահության ժամանակ խաղաղ պայմաններում զոհերի աղբյուրը համարեց խաղաղությունը։ Այսինքն այլ բառ չկա։ Իմ ելույթ հիմնականում նվիրվելու է բանակին, վճռական քայլերը շատ վաղուց պետք է արվեր։ 8 տարի այդ քայլերը որ չեն արել, հիմա այդ ամբողջը գերլարված պայթուն է առաջացնում։ Մի բան ասեմ։ Ես սնոտեապաշ չեմ, բայց տեսեք, այս դեպքերը իրար հաջորդ շարունակվել մեծ ծավալ ստացան բանակից գնդերեցների ինստիտուտի վերացումից հետո։ Եվ իրականում ասեմ ձեզ, բանակում բազմաթիվ սպաների ոչ քաղաքական հուսալի համարվող, ոչ իրենց յուրային համարվող հեռացումը հանգեցրեց կադրային լուրջ խնդրի։ Այսօր մեր զինված ուժերի կադրային համալրվածության ինչպես Չէ, իրականում չէ, որովհետև այն ինչ որ իրենք կոչում են գնդերեցներ, ընդհանրապես գնդերեց